Հուլիսի 20-ին Կոտայքի մարզում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայ էին ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ 2026 թվականի առաջին կիսամյակում Կոտայքի մարզում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 240 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8%-ով պակաս։ Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաեւ առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունները, աճել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված սպանության եւ սպանության փորձի բոլոր դեպքերը բացահայտվել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկանները բացահայտել են նաեւ սպանության նախապատրաստության 1 դեպք, հայտնաբերվել է դատական ակտերով սահմանված այլընտրանքային պատիժների չկատարման 3 դեպք։ Դրանց առնչությամբ ներկայացվել են հաղորդումներ, հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթներ։ Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության հրազդանի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 363 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19%-ով ավելի։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 87.1%։ Միաժամանակ ավելացել են զենք զինամթերքի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման, ինչպես նաեւ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերը։ Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 20.1%-ով պակաս հանցագործության դեպք է գրանցվել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում։ 437 դեպքից բացահայտվել է 362-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է կազմելով 82.8%, 65.2%-ով նվազել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Առաջին կիսամյակի արդյունքներով համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 162 դեպք, ինչը 19.1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ նվազել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, բացահայտման արդյունավետությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, կազմելով 93.2%։ Համայնքային ոստիկանության Նայիրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 258 դեպք, ինչը 16.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 73, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները 77.8%-ով։ Բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է, կազմելով 90.3%, նախորդ տարվա 66.7%-ի դիմաց։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արձանագրված հանցագործության դեպքերը 8.7%-ով պակասել են, 157 դեպքից բացահայտվել է 139։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացել է կազմելով 88.5%, նախորդ տարվա 76.2%-ի դիմաց։ Նվազումը հիմնականում պայմանավորված է մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։ Բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 153 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 56139 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 5896-ով ավելի։ Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, նվազել են դրանց հետևանքով զոհերը։ Ոստիկանության գվարդիայի պահպանության Կոտայքի եւ Հրազդանի բաժիններում իրականացվել են պահպանվող օբյեկտների անվտանգության պատշաճ ապահովման աշխատանքներ։ Գվարդիայի ծառայողները բացահայտել են մի շարք հանցագործություններ, իսկ շրջիկ ծառայության ընթացքում իրականացրել հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներ։ Անդրադառնալով ներկայացված արդյունքներին նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզային ստորաբաժանումների ծառայողներին կատարած աշխատանքի համար եւ անդրադարձել բացթողումներին։ Ընդգծվել է հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ցուցանիշների հետագա բարելավման ուղղությամբ առավել թիրախային եւ հետեւողական մոտեցումների ակտիվացումը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, կանխելով քրեական տարրերի ազդեցությունն ու տարածումը, կարևորելով հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում խմբերով հավաքվելու ուղղությամբ կանխարգելիչ եւ օպերատիվ աշխատանքը ներքին գործերի նախարարը հանձնարարել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել շրջիկ եւ ուժեղացված ծառայություններ, հատկապես այն վայրերում, որտեղ առկա են հանցավորության կամ քրեածին միջավայրի ձևավորման ռիսկեր։ Նախարար Սարգսյանը ընդգծել է նաեւ օպերատիվ տեղեկությունների պարբերական թարմացման եւ դրանց որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաեւ կադրային համալրման եւ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Նախարարը խիստ հանձնարարել է տարածքներում ապահովել թիրախային եւ կանխարգելիչ աշխատանք յուրաքանչյուր համայնքի
դեպքի ու բնակավայրի առանձնահատկություններին համապատասխան, արագ արձագանքել առկա խնդիրներին եւ հետեւողականորեն իրականացնել միջոցառումներ, որոնք կկանխեն իրավախախտումները, բարձրացնելով քաղաքացիների անվտանգության մակարդակը։ Որպես իրականացված օպերատիվ աշխատանքի շոշափելի արդյունք, նախարարն առանձնացրել է սպանության նախապատրաստության դեպքերի բացահայտումը, ինչպես նաեւ բազմաթիվ խոզարկությունների արդյունքում մեծաքանակ ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերումն ու արգրավումը։ Արփինե Սարգսյանը հրահանգել է նշված ուղղությամբ ել ավելի ակտիվացնել հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է բացահայտել եւ մշտադիտարկել իրացման ու օգտագործման հնարավոր վայրերը, կանխարգելել եւ նվազագույնի հասցնել համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։ Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ դրանց կանխարգելման շղթան պետք է սկսվի վաղ հայտնաբերումից եւ շարունակվի մինչեւ յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է ապահովել պատշաճ վերահսկողություն եւ բռնության նոր դրսեւորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։ Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ եւ նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր նման դեպքի անհրաժեշտ է արձագանքել անհապաղ եւ համակողմանիորեն, ապահովելով նաեւ ուսումնական հաստատությունների հետ ակտիվ համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է քաղաքային հատվածներում առավել հետեւողականորեն վերահսկել կվադրոցիկլների շահագործումը, բացառելու դրանց անօրինական օգտագործումն ու չթույլատրված հատվածներում երթևեկությունը, ապահովելով պատշաճ հանրային անվտանգություն։ Նախարարը հետաքրքրվել է նաեւ օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության եւ իրականացված փոփոխությունների արդյունքներով, ընդգծելով, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ահազանգի դեպքում գործել մեկ զանգ արագ արձագանք տրամաբանությամբ, ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից եւ որակյալ սպասարկումը։ Ամփոփելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է երկրորդ կիսամյակի ընթացքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ուղղություններով առավել հասցեական պլանավորել անելիքները, ինչը թույլ կտա արձանագրել դրական ցուցանիշների շարունակական աճ։